Գնացիր պաշտպանության նախարարություն, ինչ ասի։ Որ գնացի ինչ, ոչ մեկ ոչ մի բան չի գիտի, ոչ մեկ ոչ մի բան չի պատասխանում։ Արա այ ախպեր ջան, չեմ հասկանում, ես երեխեքը հո, ջոկատ չեն եղել ֆիդայական։ Կանոնավոր բանակի զորամասի երեխեք են եղել, ոչ մեկ չի կարում մի բան ասի։ Ախպեր մի բան է պարզ, երեխեքը չեն էլ ասցրել ավտոբուսից իշնեն, բես պիլոտնիկով խփե վերացրել են, հրամանատարով, այդ 300 հոգում, մենակ է դա պարզ։ Ընկեր ասանք 300 հոգի մեկ անգամ են, չլար։ Կոնե մեկ երկու հոգի պետք է կենտանի մնային։ Դե հիմա էտա, ինչ ասեմ։ Դե դրա համար էլ էսա էլի։ Այսքան երեխա զոհվեց, ու ոչ մեկ պատասխան չի տալիս։ Ինչպես պատասխան չեն տալիս։ Վստահ պատասխանատու կա։ Արդեն ելնողը սողը որ պատասխանատու եմ, վարչապետն էր։ Այ ախպեր, ես ինչ գործ ունեմ, վարչապետ, մարչապետ, այդ 300 երեխուն վարչապետն է բոյի տարը, այդ երեխեքը հրամանատար, պատասխանատու չեն ունեցե։ Պրոստը գիտես ինչն է աբիդնի, որ այսքան երեխա զոհվեց, ու սրանց հրամանատարներին պարգևատրում են ու հերոսի կոչում են տալիս։ Ով է տես է, պարտվես ու հերոսի կոչում ստանաս։ Դոշնես ասում, գորջան, այսքան երեխուն տարան մծրին մսաղացը, հիմա սա հերոսներ են դարը, տպավորությունն է, որ տարածքներ են գրավել։ Ճիշտն ասած չեմ գիտեր, ինչ եղավ աս 2 տարվա մեջ։ Մինչև 2018 կսեին ամենահզոր բանակը ունենք, աս ամեն տարածաշրջանում։ Ուր է մեր բանակը։ Ասե մեր բանակը, որ ամենահզորն է։ Գորջան, ճիշտ հարց է տալիս։ Դու սաղ կյանք վագոնի տակ ես եղել։ Ինչից է սկսեց։ Էս ուր հասանք։ Ինձ դասի հրաչ, այսօր բոլորս միասին, գնում ենք պաշտպանության նախարարության դեմը, կանգնում ենք ու մեր խոսքը ասում ենք։